Բաքուն ակտիվ աշխատում է օկուպացված Արցախում հայկական հետքը վերացնելու ուղղությամբ։ Բնակավայրերը բնաջնջելուց, պատմամշակութային ժառանգությունն ու խաչքարերը վերացնելուց հետո նոր թիրախ են սահմանել։ Հազարամյակների պատմություն ունեցող հայկական եկեղեցիներն ու վանական համալիրները աշխարհին ներկայացնել որպես աղվանական։ Քրիստոնեության համաշխարհային կենտրոնում Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Բաքուն միջազգային ներկայացում է կազմակերպել Քրիստոնեությունն Ադրբեջանում պատմություն եւ արդիականություն խորագրով։ Այսպես կոչված գիտաժողովի նպատակը Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը եւ Արցախի տարածքում գտնվող հայերեն արձանագրություններով մյուս եկեղեցիներն ու վանական համալիրները աղվանական ներկայացնելն է։ Այն որ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգությունը փորձում է ներկայացնել մեղմ ասած առնվազն ոչ հայկական տարբերակով, աղվանական կամ նախաադրբեջանական կամ այլ անուններով, այս քաղաքականությունը նորություն չի եւ դեռ խորհրդային տարիներից սեփական պատմություն չունեցող Ադրբեջանը միշտ փորձել է հարևանների եւ արդեն գոյություն ունեցող եղած պատմությունների հաշվին իր պատմությունը լրացնել կամ առնվազն ձևավորել։ Բայց մեզ համար ուղղակի ինչ որտեղ շոկային էր այն, որ փաստացի այդ ճակերտավոր գիտաժողով կոչվածը անցկացվում էր Վատիկանի Գրիգորյան Պապական համալսարանում։ Իրականում իրեն գիտաժողովը կազմակերպել են փաստացի գաղտնի պայմաններում, այսինքն շատերը ընդհանրապես չեն իմացել, որ այդպիսի գիտաժողով է կազմակերպվում։ Միայն վերջին օրով, այն էլ մեկ օրվա գիտաժողովի ականատեսն են եղել։ Հակահայկական այս միջոցառումը տեղի է ունենում Հայաստան-Վատիկան դիվանագիտական հարաբերությունների խորացման ֆոնին։ 2021-ին Սուրբ Աթոռը դեսպանատուն բացեց Հայաստանում։ Երևանի կենտրոնում հյուսիսային պողոտայում տեղակայված Վատիկանի առաքելական նվիրակության բացումը նպատակ ուներ ավելի խորացնել դիվանագիտական, հոգևոր, մշակութային կապերը։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանն ու Սուրբ Աթոռի ներկայացուցիչը նվիրակության բացումը համարեցին նոր էջ հայ-վատիկանյան հարաբերություններում։ Այստեղ խնդիրը իմ կարծիքով ավելի շատ այն է, որ թե կաթոլիկ եկեղեցին ներսում մեզ համար հոգեհարազատ հայ կաթողիկ եկեղեցին, թե պետությունը, թե նաև որոշ չափով հայ առաքելական եկեղեցին բավականին պասիվ են գտնվել, իհարկե առաջին հերթին դա պետական մակարդակով պիտի լուծվեր, եւ իմ կարծիքով այստեղ պիտի օրինակ առաջին հերթին Վատիկանից պատասխան պահանջվեր նմանատիպ մեղմ ասած հակահայկական գործունեություն իրականացնելու համար։ Մայր Աթոռը հակագիտական է անվանել Վատիկանում կայացած միջոցառումը եւ նշել է, ցավում է, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատությունում թույլատրվել է այսպիսի միջոցառում կազմակերպել։ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության շրջանակում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր, քանի որ միջոցառման ընթացքում հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական լինելը, խեղաթյուրելու պատմական իրողությունները, այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Կեղծ գիտաժողովին մասնակցել են տասնյակ մասնագետներ ու այսպես կոչված գիտնականներ Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից։ Ուշագրավն այն է, որ գիտաժողովին որևէ հայ հետազոտող չի մասնակցել եւ չկա որևէ բառ հայերի մասին։ Կոնֆերանսը պիտի դիտարկենք որպես ընդամենը հերթական շոու, որին մասնակից են դարձել նաև այնպիսի գիտնականներ, որոնց մեծ մասը կամ աշխարհին շատ հայտնի չեն, կամ էլ ուղղակի կաշառված են, կարելի ասել, որտեղ ցավոք այսօր գիտության մեջ էլ այնպիսի մի վիճակ է ստեղծված, որ ինչքան վճարում ես, այդքան ստանում ես։ Նույն ֆրանսիացին կամ այլ օտարազգի գիտնական, երբ որ Բաքվից բավականին մեծ գումարներ է ստանում, եւ նրա ծախսերը Բաքու գնալու, այնտեղից Արցախ, չգիտեմ, կեղծ ուսումնասիրություններ կատարելու եւ այլն, ամբողջությամբ հոգում է Բաքվի կառավարությունը, բնականաբար նաեւ պատվերը պիտի կատարի եւ փաստորեն աչքաթող անի այն ցցուն եւ աղաղակող հայերեն արձանագրությունները, որոնք մեր մշակութային ժառանգության վրա կան։ Ուղղակի մենք պիտի հասկանանք, որ իրական գիտության կողքին նաեւ կա կեղծ գիտություն եւ Ադրբեջանը ցավոք հենց այդ կեղծ գիտությունն է հովանավորում եւ ֆինանսավորում։
Նմանատիպ տհաճ անակնկալները չեզոքացնելու գործում անելիք ունեն նաև հայ գիտնականները։ ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի վարիչի խոսքով առաջին հերթին Հայաստանում պետք է գիտական բարձր մակարդակի վրա հիմնված աղվանագիտական կենտրոն բացել։ Ստացվել է այնպես, որ ուտիկ եւ Արցախ աշխարհի ողջ հոգեվոր մշակութային ժառանգությունը Ադրբեջանը ներկայացնում է որպես աղվանական։ Որին էլ ստեղծել են աղվանական եկեղեցի, ուդիներին օգտագործում են այս առումով, առաջնորդը ուդիներից Ռոբերտ Մոբիլին է, եւ իրենք կեղծ թեզերի հիման վրա, նաև ցավոք հայկական սկզբնաղբյուրների վրա հիմնված, Կիրակոս Գանձակեցի, Կաղանկատվացի եւ այլն, ստեղծել են կեղծ աղվանագիտություն եւ ամեն ինչ ներկայացնում են աղվանական։ Նույնիսկ այն աստիճանի աբսուրդի հասած, որ գալիս վասպուրական են հասնում, չգիտեմ, Վանալճի շրջակայք կամ Նախիջևան եւ այնտեղ են աղվանական հետքեր փնտրում։ Մենք ունենք շատ դուրս գիտնականներ, որոնք զբաղվել են այդ հարցով, բայց խորհրդային տարիներին այնպես էր ստացվել, որ աղվանագիտությունը զարգանում էր Ադրբեջանում եւ Վրաստանում եւ ոչ թե Հայաստանում։ Եվ անկախացումից հետո էլ Հայաստանում քայլեր չձեռնարկվեցին աղվանագիտության կենտրոնը Հայաստան դարձնելը, եթե հաշվի առնենք այն կարևոր հանգամանքը, որ ըստ էության այնինչ աղվանական է կոչվում, իրականում այդքան էլ աղվանական չէ։ Այսինքն բուն աղվանքն էլ հայացվել է, բուն աղվանքի եկեղեցին էլ ըստ էության հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռ էր, եւ մենք ոչ թե պիտի մտածենք հայկականը ինչպես են իրենք աղվանացնում, այլ ուղղակի աշխարհին ցույց տանք, որ այն իրենք կոչում են ինչ իրենք կոչում են աղվանական, իրականում հայկական է։ Աղվանքը կամ Կովկասյան Ալբանիան տարածաշրջանի անուն է, որը որպես վարչական միավոր 4-ից 5-րդ դարերից սկսած եղել է Պարսից կայսրության կազմում։ 5-րդ դարի սկզբին նոր վարչական բաժանումով Պարսից իշխանությունն աղվանքին միացրեց նաև Ուտիքն ու Արցախը։ Այս փաստն օգտագործելով ու խեղաթյուրելով պատմությունը, Ադրբեջանն Արցախի հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում է որպես աղվանական։ Իրականում աղվանքը ավելի շատ աշխարհագրական անուն է, քան էթնոգեն կամ ցեղանուն, ասում է գիտնականը։ Աղվանքում ապրել են տարբեր ցեղեր ու ժողովուրդներ, ավարներ, լեզգիներ, ուդիներ, գարգարներ, եւ աղվանցի հասկացությունը հարաբերական է։ Այն, որ Ամարասը, Գանձասարը, Դադիվանքն ու օկուպացված Արցախի մյուս եկեղեցիները հայկական են, պատմագիտության մեջ վաղուց ապացուցված անհերքելի փաստ է։ Դրանց հայկական ծագման մասին վկայում են ոչ միայն եկեղեցու պատերին հայերեն արձանագրությունները, այլև պատմիչների վկայությունները։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։